Բարձր սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հարկեր турքեր կրքեր ՓՄԶ ասոցիացիայի հեղինակային հաղորդումն է եթերում, ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահն։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ողջույն։ Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ մեզ հյուր ենք արելու, այսպես ասած։ Պարոն Համբարձումյան, ուզում եմ մի քանի տենց թեմաների մասին այսօր խոսենք։ Մեր հաղորդման հյուրեր մի քանի օր առաջ Էլենա Մանասարյան, ով գիտեք նաև Արմենությունների կոնֆեդերացիայի նախագահն է, ուզում եմ տենց հիմա հակառակը գործատուներից։ Բայց մինչ այդ նաև ձեզ հանրությունների շատերը ճանաչում են որպես ավելի շատ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, չնայած նրան, որ մոտավորապես 1 ամիս առաջ դուք կարծես թե մանդատը վայր դրեցիք եւ չառաջադրվեցիք։ Մի կտոր խոսենք դրա մասին, հաշվապահների, որովհետեւ գիտեմ, որ այսօր նրանց այսպես ասած գլխին է մութ ամպեր կուտակվել, մի հատ տեսնենք այդտեղ ինչ ա եղել ու վերադառնանք գործատուներին, եթե դեմ չեք։ Ես մեր ռադիոլսողներին ասեմ, որ խոսքը գնում է նրա մասին, որ անցած տարվա վերջին կառավարություններին մի նախագիծ բերեց, որով մասնագիտական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկի ռեժիմից դուրս էին բերում եւ տանում էին ավելացված արժեքի հարկի ռեժիմ, եթե տենց խոսակցական ասենք, որի մի մասը դուրս հանվեց հետո նախագծից, այսինքն օրինակ այնտեղ կային անասնաբուժներ, չէ, գիտահետազոտական եւ այլն, այդտեղ իրականում կարծում եմ մեծ դեր խաղաց նաև ասոցիացիաների ու միությունների, կհիշեք, ՓՄԶ ասոցիացիան, հաշվապահների ասոցիացիա, յուրաբանների ասոցիացիաների հետ միասին նախաձեռնեցինք մեր գործընկեր 15 հասարակական կառույցները, մասնագիտական ծառայությունների մատուցողների եւ այլն քննարկումներ, ԱԺ-ի հետ հանդիպումներ, այդտեղ տնտեսական հանձնաժողովը շատ սերտ համագործակցեց։ Արդյունքում այդ որոշ բաներ, մասնագիտականներ դուրս եկան, բայց իմ իմանալով այս փուլում առաջի ընթերցման ընդունված է, ես սպասում եմ երկրորդ ընթերցման ու կարծես թե կառավարությունը իր մոտեցումներում հաստատակամ է եւ ցանկանում է հաշվապահներին ու իրավաբաններին տանի արեցած արժեքի հարկի դաշտ։ Ինչ վիճակ է այդտեղ։ Շնորհակալություն պարոն Ավագյան հրավերի համար եւ նման հնարավորություն ընձեռնելու համար։ Նախ գանք նախորդող հարցից 2014 թվականին Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հիմնադրվեց ըստ այսպես ասած մեր կողմից բացահայտված հանրային պահանջի, որովհետև կային շատ մեծ քանակով դաշտով խաղացող հաշվապահներ, որոնց մասնագիտական եւ սոցիալական պատասխանատվությամբ զբաղվող որևէ կառույց չունեինք, բացառությամբ հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան, որի հիմնական խնդիրը նաեւ վերակազմակերպելուց նաեւ հիմնավորեց մեր այն ժամանակվա մտահոգությունները, որ ինքը զբաղվել է միայն փորձագետ հաշվապահների դաշտով եւ մեծ մի ստվար զանգված, ստվարհատված ինքը դուրս էր մնում։ Մենք սկսեցինք այդ ժամանակ արդեն հիմնադրեցինք, սկսեցինք եւ զբաղվել։ Ինչ խնդիրներ կան, գույքագրեցինք, որոնք են այդ խնդիրների լուծման ուղիները, բնականաբար կային բազմաթիվ օբյեկտիվ, բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ։ Շատ կարևոր էր նաեւ այդ ժամանակ զարգացնել գործակցությունը պետություն մասնավոր ջարդակում եւ այս ամեն ինչի ամբողջ, այսպես ասած, համակարգային խնդիրները գույքագրելուց հետո ասոցիացիան ձեռնամուխ եղավ դրանց որոշակի գոնե ոչ ամբողջական, որոշակի գոնե լուծումների եւ ուղիների փնտրման եւ նաեւ լուծումներից հետո նաեւ կանխարգելման միջոցառումներին։ Ստացվեց մի իրավիճակ, որ արդեն 10 տարի մենք աշխատել ենք համատեղ, իհարկե բաստողումներ շատ են եղել, ունեցել ենք բազմաթիվ նույնիսկ այնպիսի իրավիճակներ, որ հետադարձ հայացքելով հասկացել ենք, որ կարելի է շատ ավելի հետաքրքիր լուծումներ տալ։ Այդ միշտ է տենց, բայց ուզում ասեմ այնպես չէ, որ կատարյալ աշխատել ենք, բայց ամեն դեպքում արդյունք տվել ենք եւ 10 տարի հետո ուղղակի իմ ցանկությամբ ես ասոցիացիայի կառավարումը թող լինի նոր արդեն սերունդ նոր ուժ, քանի որ ես ինքս նաև արդեն նախորդ նշեցիք, հանդիսանում եմ գործատուների հանրապետական միության նախագահ, այստեղ նույնպես ահագին շատ մեծ անելիքներ ունենք, բայց մնացել են որպես կառավարման խորհրդի անդամ։ Նշանակում է այդ խնդիրները ձեզ էլի շարունակել են։ Ինքը միշտ ինձ հետաքրքիր է լինել։ Վերադառնալով հարցին, ինչ վիճակ է այսօր կասեք։ Նայեք, դուք ճիշտ նկատեցիք, մենք համատեղ եւ ՓՄԶ ասոցիացիան, համագործակցության եւ իրավաբանների եւ հաշվապահների ասոցիացիան համատեղ մենք ձեռնարկեցինք քննարկումներ, նաեւ մեր
քննարկումներ կազմակերպվեց նաև մեր գործընկերների կորենսդիրի կողմից, եւ այդ քննարկումների արդյունքում ստացվեց մի այսպիսի մեր ընկալմամբ ոչ ճիշտ մոտեցում։ Սկզբից կառավարությունը հայտարարեց, որ սա արդարության վերականգնում է, որ մասնագիտական ծառայությունները նույն հարթության մեջ պետք է լինեն մասնագիտական գործունեություն իրականացնող վարձու աշխատողների հետ, հարկման բեռի առումով համենայն դեպս, եւ ինչ որ մի պահի կառավարությունը հետ քայլ արեց եւ ասաց, չէ, արդարությունը մենք վերականգնում ենք կիսատ բռատ, այսինքն հաշվապահներին եւ իրավաբաններին թողնում ենք այ դաշտում, իսկ մյուսներին հետ ենք տալիս։ Կամ հարգելիներս ի սկզբանե չհրճակեիք արդարության վերականգնման թեզը, այսինքն այնտեղ անասնաբուժների դեպքում արդարը, հա, բոլորի գովազ մարքեթինգի դեպքում բոլորի մարքեթինգների դեպքում բոլորի դեպքում դառավ արդար, ընդ որում ինքը երկու փոլով հետ քայլ արեց։ Նախ առաջինը մի հատ ընդհանրապես այդ դասակարգիչները հանվեց անասնաբուժերի եւ այլը, եւ երկրորդ փուլով արդեն առաջի ընթերցումից հետո կարծում եմ բնականաբար համաձայնեցված ԱԺ հանձնաժողովի փոխնախագահան հայտարարեց, որ մնում են միայն հաշվապահներն ու իրավաբանները, մյուսները արդեն որոշակի վերապահումով, սահմանափակումներով։ Ես փորձեմ ձեզ քրիտիկա անել, այսինքն այն թեզը, որ ասցիք, ես էլ եմ ներկա եղել, համաձայն եմ, որ տենց էր ներկայացվում, այսինքն այստեղ որ մեր ռադիոլսողների համար պարզ լինի, գործադիրը այս նախագծի հիմքում դրել է այն, որ ասում է կա վարձու աշխատող պայմանական իրավաբան եւ վարձու աշխատող հաշվապահ, որոնք եթե վարձու աշխատող են վճարում են ավելի շատ հարկային բեռ, ասենք 20%, չէ, այնտեղ սոցիալական վճար, դրոշմանշային վճար, որ ասենք պայմանական, ասենք մոտավորապես 23% է անում, հա, որպես բեռ, այս դեպքում իրանք գնում են անհաձեռնարկատեր են գրանցվում եւ վճարում են շրջանառությունից 5%, որը այսինքն շատ ավելի քիչ է։ Հետևաբար ստեղ արդարություն է խախտված։ Այ ըստ որն է էլի այդ պատճառը, որ տենց է գնահատվում, էլի։ Ես չեմ վիճում, որ կարող է լինեն 1-2 դեպք, բայց օրինակ նույն իրավաբանների կամ հաշվապահների դեպքում եթե վերցնենք մարզային մանավանդ կհիշեք մենք անդադ այդ օրինակը բերում ենք, որ ու սրան զուգահեռ որ ՓՄԶ-ի է խստացվող օրենքներն ա գնում, քան դժվար թե այնտեղ ինչ որ տենց լուրջ հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունը համեմատելի է մի հատ, ասենք, մի հատ կին է, որը 3-4 հատ հաշվապահություն է անում, գրանցվել է որպես ԱՁ ու իրականում ինքը ԱԶ է, այսինքն ոչ մեկի մոտ ինքը 8 ժամյա գրաֆիկով չի նստում աշխատում, չէ, այսինքն կարծես թե այդ մարդը օրենք չի խախտում, բայց ինչու ենք նրան համեմատում, ասենք ինչ որ հաշվապահական ընկերության հետ, որը ինձ թվում է շատ ավելի քիչ են, քան անհատները, չէ։ Այո, նայեք, էլի գալիս ենք հանգում նույն էլի մեր ընկալման ոչ ճիշտ մոտեցումը, որ պետությունը իր վարչարությունը թեթևացնելու համար միանգամից քաղաքականության փոխանցում։ Այսինքն այս բոլորը հետևանքն նրան, որ ուժեղացնենք ՊԵԿ-ի գործիքը, որ ավելի քիչ ռեսուրս ծախսի, հա։ Այո, բայց այսօր գիտեք ինչ, հենց ինքը այդ նույն փոփոխությունը նաև հանգեցնելու է մեկ այլ ուրիշ խնդրի։ Մենք բազմիցս ենք բարձրացանել այդ մասին, այդ թվում նաև ՓՄԶ զարգացման խորհրդի նիստին ես էլ եմ նույն հարցը բարձրացրել ու իմ համար շատ տարօրինակ է, ես հարց եմ հնչեցնում, ասում եմ հարգելի գործընկերներ, դուք ձեր այդ շրջանառության հարկի հաշվարկները մի հատ ուսումնասիրել եք, ինչ հաշվարկների մասին։ Հիմա ինչ բարդության է։ Մինչև հիմա մենք ծախսերի տեսակարգաշիր չենք կարողանում որոշենք։ Պատկերացրեք, ինքան ենք բարձրացրել, որ շահութարկը դառնա պարզ հաշվարկ։ Փոխվարչապետը ասում է դա մեր խնդիրն է։ Ես տեղ հակադարձեցի, ասեցի ձեր խնդիրը չի, մեր խնդիրն է։ Մոտ տպավորությունը, որ իրանք հեսա գնալու են շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնեն։ Մենք ենք դրա տակից դուրս եկողը լինելու եւ մեր տնտեսվարող սուբյեկտները, ում համար այդ ծառայությունը մատուցում են։ Ես այստեղ խոսում եմ որպես հաշվապահների ասոցիացիայի կառավարման խորհրդանիշ։ Եվ դնել այսպես ասած խնդիրը լուծել այս հենց այդ մեթոդով իհարկե ինքը ճիշտ մոտեցում չի։ Շրջանառության հարկի ընդհանրապես փիլիսոփայությունը խախտվեց։ Շրջանառության հարկը որպես ինքը հաշվառման պարզեցված համակարգ լրիվ կորցրեց իր թեզը, իր այդ կոնցեպտը կորցրեց։ Ավելի շատ տպավորություն է, որ շրջանառության հարկը շատ բարդացրել են, որպեսզի մարդիկ զզվեն, ասեն ինչ կլինի, գնանք շահութարկ, այդ տպավորությունն է իմ մոտ։ Եվ այս ամեն ինչի հիմքում ես տեսնում եմ նաև ի սկզբանե քաղաքական որոշումը, որ հարկման այլընտրանքային այս համակարգը պետք է վերանա։ Հա, բանը որ արդեն հայտարարել են։ Հա, արդեն հայտարարել են քաղաքական մակարդակով, որ պետք է վերանա։ Ձեր ունեցած պրակտիկայում բանով էլի, որպեսզի ես մեր հաշվապահների
բան խնդիրը շատ է, երևի մի օր խնդրեմ նոր նախագահային հրավիրենք, ավելի մասնագիտական դրանով խոսանք, բայց ձեր ունեցած նախորդ փորձով են ավելի շատ օրինակ ըստ ձեզ էլի որ եթե նայենք պետության տեսանկյունից, որ ասում են այնտեղ կան ընկերություններ, որտեղ չեն գրանցվում, գնում են ԱԶ, ասենք դեր ասոցիացիայի անդամ եւ այլն, ավելի շատ այդ փոքրերը չեն, քան որոնք փախտում են բարձր աշխատողի, այսպես ասած, գլխարկի տակից։ Իհարկե, մենք Հայաստանում էլի, ասենք ձեր պատկերով որն է։ Հենց նույն խնդիրն, այսինքն խնդիրը լուծելու համար չի կարելի դնել ընդհանուր վինտիլը փակել։ Ստացվում է, որ մարդիկ իրականում ունեն այդ պրակտիկա կա, իրենք անհատ ձեռնարկատեր են, թեկուզ հենց մեր տերմինով ասած վազող հաշվապահներ են, ինչ որ մի գրասենյակ չունեն, իրանք տարբեր տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագիր են կնքել եւ աշխատում են։ Իրանք վարձու աշխատողի իրավահարաբերությունների կոնտեքստում չկան։ Բայց մենք համեմատում ենք իրենց։ Ասում եք Իրան համեմատում եք մյուսի հետ։ Լավ, Ժորժ ջան, եթե այդպես համեմատություն ենք դնելու վարձու աշխատող եւ տնտեսվարող սուբյեկտ, ազգային ժողովում ենք այդ նույն հարցը հնչեցրենք։ Ասենք հիմա դուք անկեղծ մտածում եք, որ վարձու աշխատողի հարկայի բեռը հենց այդ ֆիզիկական անձի վրա է։ Ֆիզիկական անձի աշխատավարձի ամբողջ պատկերացումը կազմում է իր մակրոստանդարտի գումարի չափով։ Ինչի մասին է խոսքը։ Այդ բեռը տնտեսվարող սուբյեկտի վրա է։ Եվ հետեւաբար այստեղ ասել, որ այ այս վարձու աշխատողը, այս մեկ ֆրիլանս, լավ sense ասենք, ֆրիլանսի հետ արդար պայմաններում չէ, ուղղակի դրանք չհիմնավորված։ Ըստ ձեզ այդտեղ այնուամենայնիվ այդ համեմատության մեջ մեծ փող է կորցնում պետությունը։ Այսինքն 20% եւ 5%, չնայած ես միշտ վիճում եմ, որ ասում եմ, որ դուք հարկային բեռ եք հաշվում, ճիշտ չեք հաշվում, դուք զուտ տոկոսն եք հաշվում, բայց հարկային բեռը նաեւ այդ ձեր ասած ոնց ես դու հասնում այդ տոկոսին, ինչքան ռեսուրս ես ծախսում, որ դա հաշվես, ինչքան ռիսկեր ես կրում եւ այլն, այսինքն այնուամենայնիվ անհատ ձեռնարկատեր հաշվապահական կամ մենք հիմա հաշվապահներից ենք խոսում, ես վստահ եմ իրավաբանների մոտ էլ այդ նույն խնդիրը, մանավանդ եթե խոսում ենք ՓՄԶ-ների մասով, հաստատ ՓՄԶ-ն այդքան ռեսուրս չունի, որ իր մոտ 8 ժամյա գրաֆիկով նստածնի իրավաբանը։ Հետևաբար դա նաև ձեռնտու է, որ մենք ասում ենք պետքա կրթվել, պետքա եսի ինչ անել, մենք հիմա ստացվում է թանկացնում ենք ու դժվարացնում ենք այդ ծառայությունը։ Բայց այնուամենայնիվ ըստ ձեզ այդ շատ է այդ բեռը էլի տարբերությունը, այտենց գիտեմ հիմա այտենց մեծ թվեր չեք տիրապետում պետական մարմինը պետք է այդ հաշվարկը անել նոր, բայց ես ուզում ասել, այս հաշվարկը կարելի է հողմանել հենց պետական մարմինին, ինձ թվում է ավելի շատ պետեկամուտների կոմիտեին, որպես արդեն վարչարություն իրականացնող, հենց իրancs մոտ բազաներում կա ինչ հատվածն է վարձու աշխատող կազմում եւ ինչ հատվածն են այսպես ասած ձևակերպված անհատ ձեռնարկատերեր կամ այլ տնտեսվարող բաներ կազմակերպարական տեսակներով աշխատող կազմակերպություններ։ Հիմա այստեղ խնդիրը ավելի շատ նա է, որ մենք տեսնում ենք, որ սա լուրջ հիմնավորում չէ կատարել անցում։ Ու կարծես այդ պրակտիկան մեր վերջերս շատ ենք հանդիպում մեր երկրում։ Հա, այսինքն հիմնավորումը, հա, օրինակ ասենք հիմնավորում են բերում միջազգային պրակտիկայից մեկ-մեկ լինում է օրենքի աշխատաժամանակը, նույն աշխատաժամանակը։ Հարց է տալիս, ասում ես, այս հիմնավորումը, որ դուք բերել եք այս պետությունները սկանդինավյան երկրների փորձը բերել եք, ուզում եք համատեք մեր այդ մեկ շնչին ընկնող եկամուտը ինչքանով է համահունչ մերին 5 անգամ տարբեր է։ Այսինքն բաներ կա, որ իմ մոտ տպավորությունն է, որ մի քիչ հենց մանկապատանեկան ջահաձգումներ եմ էլի նկատում, դա այ բերեք էս spends անեք անցկացնեք, Ժորժ ջան, այս ձեր խնդիրը չեմպիոն լինելը չի անցկացնելու քանակով, էլի ձեր խնդիրը կյանքի որակը լավացնելն է հանրության։ Եվ այս պարագայում ես տեսնում եմ խնդիր, որը բարձրացրել են նաև այն ժամանակ, որ եւ հաշվապահները, իրավաբանները, ովքեր որ այս պահին բարեխղճորեն վճարում են իրենց հարկերը, չեն կարողանալու մրցեն արդեն իսկ եւ ստվերում աշխատողների հետ եւ նաեւ ստվեր գնացողների հետ, ովքեր որ կգնան։ Հիմա ստացվում է, որ պետությունը ասում է մենք դրա վրա շատ ուշադրություն չենք դարձնում, խնդիր չկա կոմունություն։ Երևի իրանք մտածում են, որ այնքան են բեռը բարձրացնում, որ այն ովքեր բարեխիղճ կմնանք աշխատեն, ամենայն դեպս ավելի շատ կլինի, քան ստվեր գնացող։ Այնուամենայնիվ, փակելով այս թեման, հասկանում եմ, որ մոտեցումն այնցա, որ կընդունվի երևի թե նախագիծը, այդտեղ խնդրահարույց էր, որ էլի դուք եք ասում, որ տարվա կեսից կոնե մի արեք, որտեղ այդտեղ լրիվ բանա լինել։ Ասում եմ, չի կարելի տարվա կեսից հարկման պայմանագրեր ունեն այդ մարդիկ։ Ուժի մեջ մտնելու ժամկետը հուլիսի 1-ին արել եւ այլն, գոնե այսքան ուշանալուց հետո հույսով եմ այդ կվերանային, բայց եթե սենց այս տեսքով ընդունվի, ամեն դեպքում էլիտ ուժողը ոնց որ թե գերփոքր բիզնեսն է, ով որ օգտվում էր այդ ծառայություններից։ Այո, այստեղ նաեւ խնդիր կա, գիտեք, իրանք էլ չեն բարձրաձայնում, բայց իրանք էլ են, որ ասում ցածրաձայն խոսում են ամեն դեպքում պետական
աշխատակ մարմինների ներկայացուցիչները, որովհետև նաև կա խնդիր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցության ժամանակ, եթե դիմացը փոքր բիզնես է, դեռևս շրջանառության հարկով աշխատում, դու իրան պետք է արդեն ծառայության վճարը թանկացնես, որպեսզի ոչ մի հաշվապատ տնից փող չի բերելու բյուջեն փողոցը բնականաբար։ Այդ բարձրացումը բեռը ընկնելու է փոքր միջին բիզնեսի վրա։ Այստեղ արդեն փոքր միջին բիզնեսը ինքը պետք է որոշում կայացնի, շարունակում է աշխատել արդեն թանկ գներով իր նախկին գործընկերոջ հետ, թե ինքը գնում է աշխատել ստվերում աշխատող հաշվապահի հետ, ելի ստացումը դրդում եք դեպի ստվեր։ Սա էլի նույն խնդիրն է, որի ֆունդամենտալ լուծում չեն տալիս, էլի ֆունդամենտալ լուծում։ Համաձայն եմ։ Գանք գործատուներին։ Իմ խոսքում որ նշեցի Տիկին Մանասարյանը Արմենիությունների կոնֆեդերացիայի նախագահն որ ստեղ էր, մենք այդ հարցի շուրջ քննարկեցինք, որ այսօրվա աշխատանքային իրավունքների ոնց որ իրավահարաբերությունները մեր երկրում ինչ վիճակում են, էլի, եթե գնահատեք, այսինքն ես միշտ այդ ասում եմ, պետքա բալանսավորված լինի, որ գործատու աշխատող այդ բանը չլինի, իհարկե առանց ստվերելու մարդու են ամենաառաջնային, չէ, այսպես ասած իրավունքներից մեկը դա արժանապատիվ աշխատանքն է եւ դրա բարձրացությունը։ Հիմա ձեր գնահատականով ինչ վիճակ է մեր մոտ այս աշխատանքային իրավունքի էլի կտորում։ Ավելի շատ ոնց որ աշխատողների իրավունքն է հիմա գնալով պաշտպանվում, թե գործատուների։ Նայեք, ինքը շատ զգայուն թեմա է, բնականաբար, որովհետև ես միշտ էլ ասել եմ, որ չի կարելի շատ լուրջ անջրպետ գծել, էլի գործատուների եւ աշխատողների միջև, որովհետև իմ կարծիքով բոլորն էլ արժեք ստեղծող մարդիկ են, բնականաբար գործատուն իր ռիսկերով, գործատուն իր բոլոր պատասխանատվությունների հետ համալիր պատասխանատվություններով, աշխատողը իր պատասխանատվություններով։ Եվ մեր նպատակը նա չէ, որ տեսնենք ով է ինչքան մեծ իրավունքներ ունի, բնականաբար այսօրվա աշխատանքային օրենսգիրքը շատ լավ ծանոթ եմ, ինքը ավելի շատ աշխատողների օրենսգիրք է, որովհետև այնտեղ այնպես շատ լավ նկարագրում են բոլոր պաշտպանողների աշխատողների, բայց էլի որպես գործատուների միության նախագահ ես այդպես տենց շատ մեծ վտանգ ռիսկ չեմ տեսնում, իհարկե կարելի է որոշակի բաներ բալանսավորել։ Իմ համար ավելի շատ վտանգը նա է, որ ուղղակի քարոզչական մեխանիզմով գործատուին չսարքեն որպես հրեշ, որպես վատը եւ քննարկումների ժամանակ օրինակներ չբերեն մեր գործընկերները։ Գործատու կա, որ արտաժամյա աշխատում են, փող չի վճարում։ Հիմա աշխատող էլ կա, որ գործատուի բանկի հաշիվը կանխիկացրել ու փախել է։ Հիմա մենք ոչ ենք նստելու մասնավոր դեպքերով կերպար ձևավորենք։ Երկու աշխատող կա, որ այո, կոնֆրոնտացիաներ է սարքում ներսում, աշխատողներ կան, որ գործատուների համար խոչընդոտներ են ստեղծում։ Աշխատողը առանց ժամկետը պահելու աշխատանքից դուրս է գալիս գնում, գործատուին կանգնեցնում փաստի առաջ, բայց այս անբարեխիղճ եւ գործատուն եւ աշխատողը ոչ թե պետք է սրանք աշխատանքային օրենսգիրքի կարգավորումներով լինեն կարգավորումը, այլ սա իրականում պետք է լինի մրցակցային դաշտի լուծում, որովհետեւ այո, նայեք, գիտեք ինչն է։ Բայց դա էլի պետք է կարգավորվի, չէ՞ ինչ որ։ Չէ, կարգավորումը պետք է լինի, այդ անխոս, բայց մենք մենակ հույսներս դնենք, որ աշխատանքային օրենսգիրքը լինելու այնքան իդեալական, որ բոլոր գործատուները լինելու են բարեխիղճ, աշխատողները բարեխիղճ, դա հեքիաթ է։ Մեր խնդիրը պետք է լինի այսօր այո, համեմատած 10 տարի առաջվա, մենք ունենք այլ մրցակցային իրավիճակ։ 10 տարի առաջ գործատուն կարող է ավելի արագ աշխարհը փոխվում, այո, շատ արագ է փոխվում եւ այսօր գործատուն կներեք ձեր խոսքը հիշեք, հիմա օրինակ նայեք մեր այս ճիշտ է COVID-ից հետո դա դարավ ամբողջ աշխարհում, չէ՞, հեռավար աշխատանքի եզրույթ, չէ՞, տես մտավ մեր մշակույթ բան, որը հետո աշխարհով դա նաեւ որոշակի կարգավորումներ ունեցավ ու ասենք դա դարել է սովորական մեր կյանքի, չէ, ոլորտներ կան ինքներդ գիտեք, որ դա դարել է անբաժանելի մաս, այսինքն բան։ Այսինքն դա էլի է փոփոխվող աշխարհի մի կտորն է, էլի։ Նո նաեւ, այո, աշխատանքի բայց երբեմն որ մի քիչ շատ ենք սկսում կարգավորել, խճճվում ենք, այսինքն եթե ուզում ենք ամեն ինչ կարգավորենք, երևի էդի նկատի ունեք, ավելի շատ խճճվում եք։ Ավելի շատ այդ կարգավորումները հանգեցնում են ավելի շատ ավելորդ սահմանափակումներ եւ կարելի է շատ հարցեր թողել ինքնուրույն որոշելու վրա։ Էդի նկատնեք մրցակցային։ Այսինքն այսօրվա գործատուն, հիմա անկեղծ խոսանք, այսօրվա գործատուն պետք է այնպիսի լավ պայմաններ ստեղծի, այնպիսի լավ միջավայր ստեղծի, եւ առողջ, եւ անվտանգ, եւ բարեկեցիկ արժանապատիվ, այնպիսի վարձատրության միջավայր ստեղծի, որ ինքը կարող է իր մրցակիցների նկատմամբ ունենա գերակա դիրք։ Եվ նաեւ ինչու՞ չէ նաեւ իր աշխատակիցների կրթական ցենզը բարձրացնելով, որովհետեւ այսօր մենք տեսանք աշխարհի բոլոր այն խոշոր կազմակերպությունները, ովքեր որ գոյատևել են եւ ստեղծել են
աշխարհը փոխող, հա, պրոդուկտներ, բոլորին մի հատ շատ հետաքրքիր թեզ ունեն, որ բոլոր այդ այդ ընկերությունները իրենց մարդկային կապիտալի վրա շատ են թեզ, բանը կրթական ցենսը համարել են ոչ նյութական ակտիվ։ Այսինքն իր համար շատ կարևոր է իր գույքերը, իր համակարգչային ծրագրերը, այդ ինչ կա չկա դրան զուգահեռ ինչ գիտելիքներ ունեն իրենց աշխատակիցները։ Եվ այո, պատահական չէ, երբ որ լավ խելացի գործատուին հարց են տալիս, ասում են, բա որ այդքան կրթում եք, բա որ թողնեն հեռանան, ասում է, բա պատկերացրեք հակառակը, չկրթենք ու մնան։ Այսինքն այստեղ խնդիրը մենք պետք է նայենք, որ չբևեռվենք մենակ գործատուների եւ աշխատողների բարեխղճության այս վարքագծային կառավարումը տանենք օրենսգիր, այստեղ պետք է նաեւ մշակութային շատ լուրջ տարեր մենք սերմանենք, հենց մեր գործատուների միության միշտ հանդիպումների ժամանակ ես դա եմ ասում գործատուներ ջան, դուք մի բան հաշվի առեք, որ դուք այսօր մենակ չեք գործում, ունեք մրցակիցներ, որոնք որ եթե ֆինանսապես արդեն բոլորը կարողանում են բոլորի հետ մրցել, հա, ռեսուրսներն էլ այդքան շատ ծանր հասանելի չի։ Միրակ նաև սկսում են մրցել իրենց թեմի անդամները։ Այստեղ փորձեմ մի հատ արագ օրինակ բերեմ, որտեվ Տիկին Մահասարյանի հետ էլ էինք այդ օրինակը բերել, ու նաև գիտեմ, որ արմատներով հպարտանում եք, որ Սյունիքի մարզից եք, ասենք գիտեք, այն շատ հայտնի դեպքերը բանի հանքարդյունաբերության ոլորտում։ Հիմա այդտեղ օրինակ որ նայում ենք, էլի առանց մտնելու դետալների մեջ, որովհետև բաներ կան, որոնք կեղծ լուրեր էին, բաներ կան, որ իրականություն էին, շատ բաներ չգիտենք, բայց այդ ոլորտում եթե սխալվում եմ ուղղեք ինձ, այսինքն շատ կարևոր է որ այդ համայնքում չէ շուրջը լինի, որովհետև այդտեղ բայց նաև այդ ձեր ասած փող դրվի այդ մարդկանց վրա ու ինձ թվում է այդտեղ ամենաառաջնային բանը դա առողջության պահպանումն է եւ անվտանգությունն է։ Այդ ես մի քիչ իմ ունեցած պրակտիկայից եմ ասում, որը խնդրեմ է, այսինքն հանքարդյունաբերություն, շինարարության ոլորտ, ես հիշում եմ որ ամենաբանն էին, ռիսկայիններն էին ու կառավարության որոշմամբ էլ նրանք այդ ոլորտում աշխատանքի անվտանգության ոլորտում ռիսկային են։ Այդտեղ ինչ ունենք անելու էլի, որ համ գործատուին շատ չվախեցնենք, բայց նաև առաջնային պահպանենք մարդկանց այդ ոնց ասեմ, ամենանպատակային բանն է, էլի գիտեք, մահվան ելքով դեպքեր են լինում, բաներ են լինում եւ այլն։ Նայեք, բոլոր դեպքերում ցանկացած աշխատող ունի անվտանգ, առողջ եւ արժանապատիվ աշխատանքի իրավունք։ Դա չի քննարկվում, դա իրենց անկախտելի իրավունքն է։ Դա կլինեմ ես, կլինի իմ երեխան, թե իմ քույրը, եղբայրը կապ չունի։ Սա աշխատակցի անկախտելի իրավունքն է։ Այստեղ խնդիրը մի քիչ այլ հարթություն է տեղափոխվում, երբ որ այս խնդրի բարձրացումը արդյոք օրինական ճանապարհով է, թե ոչ։ Այսինքն օրենսգիրքը կարգավորում ունի այս դեպքում, որ կա դրա համար միավոր ստեղծված արմիություն եւ հարցը պետք է գնա արմիությունով։ Մենք հանդես եկանք հայտարարությունը, որ հարգելիներս այս պահին ձեր արարքները չեն համապատասխանում օրենսգրքի դրույթներին, հետեւաբար մենք կոչ ենք անում վերադառնաք, այնուհետեւ նոր ընթացակարգով դիմեք։ Իհարկե գործատուն էլ ինքը պարտավոր է անկախ նրանից ԶՊՄԿ-ն կլինի, թե շինարարական կազմակերպություն, բոլորն էլ պարտավոր են լսել իրենց աշխատողի բարձրացած ձայնը եւ հասկանալ իրականում այս մարդը ինչ խնդիր է բարձրացնում։ Եթե այս մարդը ուղղակի ասում է, չէ, իմ աշխատավարձը բարձրացրեք եւ վերջ, այդտեղ արդեն գործատուն առանց կաշկանդելու կարող է մտնել իր հետ մաթեմատիկական հաշվարկների մեջ, ասել Ժորժ ջան, եկեք մատ հասկանանք, ում հետ եք ձեզ համեմատում։ Յուրաքանչյուր աշխատող միշտ մտածում է, որ ինքը ավելի քիչ է ստանում։ Դե բնականաբար գործատու եւ աշխատող հակամարտությունը միշտ կա։ Գործատուն մտածում է, որ շատ է տալիս, աշխատողը մտածում է, որ քիչ է ստանում։ Իսկ այն նվազագույն բանը, պարոն Համբարձումյան, այսինքն այդ ոնց լուծենք մեր երկրում, որ դա գնալով ավելի չվատանա էլ այդ կյանքի ու անվտանգության էլի աշխատողների։ Հիմա սա պարտադիր ես էլի ծախս չեմ համարում, սա ներդրում է, որ պետք է գործատուն անի։ Սա ներդրում է, սա ծախս չէ, որովհետև սա ապագայի ներդրում է այնքանով, որ ինքը նաև իր ապագա շահույթներն է հետագայում գեներացնելու սրանով։ Խելամիտ գործատուն չի մտածում այս պահին ինչ կա փոքեմ տանեմ։ Որովհետև ընդեղի, դա էլի կրկնեմ, էլի, այդ օրինակը տենց չեմ ուզում որպես բանանամ, ցավոք սրտի դա միակը չի։ Գիտեք, ասենք բարձրացվող հարցերից նաև այդ էր առողջապահության ապահովագրության հարցը, այսինքն թվում է թե ունեն այդ մարդիկ, ասում են թվում է թե ունենք մենք ինչ որ առողջության ապահովություն, բայց փաստացի իրանք այդ դրանից չեն օգտվում, այսինքն իրանք նույնիսկ լրացուցիչ ծախս են անում, որ սահմանափակ է։ Այսինքն այդ նվազագույն բաները կամ
կան ոլորտներ ինքներդ գիտեք, որ պարտադիր է, ասենք նախնական բուժզնումը, բարբերաբար բուժզնումը, այսինքն հիմա չասեմ դա ոնց է կատարվում, էլի մանավանդ ասենք այդ մարզային պոլիկլինիկաներում եւ այլն, այ դա ոնց լուծվի, էլի, որ այսպես ասած այդ ձեր ասած ծախս չհամարեն, այլ պարտադիր պայման։ Նայեք, ստեղ ընդունեն գործատները, որ դա այդ նվազագույն պայմանը դա սովորական իրենց պայմանն է։ Նայեք, ստեղ ես միանշանակ հակված եմ իրավակարգավորումների, բայց մեկ խնդիր է ունենալ գրված թղթի վրա, մեկ այլ խնդիր է, գիտեք, այդ ունեցածը պրակտիկայում կիրառել։ Ես կարծում եմ, որ ստեղ այո մեծ դերակատարում ունեն հենց էլի արմիությունները, կոնկրետ պահանջատիրոջ, կոնկրետ խնդիրը բարձրացնելու։ Եթե աշխատակիցը համակերպվում է այն մտքին, որ կարող է բուժզնուն չանցնել, ուղղակի ստորագրել, հա, այդ փաստաթուղթ որ ներկայացվի, այսինքն սա չի տանում այլ հավելյալ ծախսերի առաջացմանը, այստեղ երկկողմանի դառնում է շահավետ եւ իրականում պետությունը այստեղ խնդիր ունի։ Մի կողմից ասում է, այս պահին ծախս չանեմ, հանգիստ ապրեմ, բայց վաղը ռիսկերը գլխից կախված, մյուս կողմից ասում է, չէ, Ժորժ ջան, անենք Ես հենց ասեմ, ես ստեղ արդեն հակված եմ եվրոպական փորձ ուսումնասիրելու եւ այն կոշտ գործիքակազմերը կիրառելու հակված եմ։ Ես հակված եմ մեխանիզմների ու կոնֆետների, հաշվի առնելով գործատների միությունը որպես նաեւ երրակոմ պայմանագրի գործընկերային չէ սոցիալական գործընկերն է կառավարության հետ, ես էլի իմ նախկին պրակտիկայից ունեցած այդ առաջարկը հնչեցնեմ, կխնդրեմ այդ առաջ մղեք, դա կապված էր այս նախորդ առաջարկի հետ, որ հիմա ոնց որ Միսու Արյունաստանում էլեկտրոնային պայմանագրերը աշխատանքային, որը էլի պրակտիկ դաշտից այդ առաջարկը մեր կողմից եղավ ու շատ դանդաղ, բայց կարծես թե ստացվում, հա։ Դրա երկրորդ մասը պարոն Համբարձումյան, դա այն էր, որ այն ոլորտները, որտեղ որ պարտադիր է այդ նախնական բուժզնումը եւ այլն, եւ հաշվի առնելով, որ վերահսկող մարմինը ըստեղ ասում այդ կարանք դերական կողմից նայենք, այնտեղ միշտ խնդրեմա, որ երկու ոլորտ է, չէ, առողջապահություն ու աշխատանք, հա, այս դեպքում օգտվենք դրանից, որ ինքը երկու ոլորտ է։ Այսինքն պարտադիր պայման պետք է լիներ, որ այն ոլորտները, որտեղ այդ նախնական բուժզնումը, այդ կծվեր այդ պայմանագրի հետ, այդ տեղեկանքը, այո։ Նույնիսկ չընդունի համակարգը առանց դրա։ Այո, այսինքն այնտեղ գալեչկան դրվեր ու այս դեպքում տեսչություն արդեն իր առողջապահական բլոկով կարար ստուգերը տեղեկանքը ֆեյքը, Այնպես որ խնդրեմ ես առաջ տանեք, դա երկրորդ փուլն է, ու այս դեպքում կարող ենք այդտեղից ոնց որ օգուտ քաղել, որ այդ տեսչությունը երկու ոլորտ է համակարգում ու այն մյուսներ կարողանանք ստուգենք առողջության ու բանը։ Այս մեխանիզմը չեմ ասում կլուծի բոլոր հարցերը, բայց գոնե այն մասը, որը սկի մարդը չի գնում պոլիկլինիկա, բայց տեղեկանքը տալիս են, որ ինքը նորմալ է, հետո իջնում 150 մետրի վրա ճնշումը բարձրանում է բանալում այդ մոտեցումը այնքան սխալ է մեր պետական մարմինների ներկայացուցիչներն են այդ հարցում եք միշտ հարց են ասում դա ամբողջովին չի լուծում այ մարդ հիմա ինչքան լուծում այո քիչ պետք է բանա լուծենք դուք ուզում եք մի զարկով ամբողջապես խնդիրները լուծում չի լինելու այդպեսի բան հիմա ձեր բարձրացած հարցը այսինքն նշանակում է նայեք նույն բանը այսինքն նշանակում է որ դուք գործատուին ստիպում եք որ իր պայմանագրին կցի ըստ օրենսդրական պահանջի այդ բժշկության թերթիկը այդտեղ ինչ գործատուն եթե ասի դեսայում համար բա պետք է կցես բա ինչ պետք է անես եթե հանել ես քեզ ընդհանրապես մնում է upload անես այո այ այս պարագայում երբ որ արդեն ինքը կցված լինի ստեղ մնում է արդեն մի մակարդակ անցանք առաջ այսինքն ստացվում է ընդհանրապես սրա արժանահավատությունը ստուգու իսկ եթե ընդհանրապես չկա ես որպես վերահսկող մարմին իմիջիալոց էլեկտրոնային պայմանագրերի այդ ինստիտուտին եմ դրում ինքը մենակ կողմերի իրավահարաբերությունների հետագա վեճերի լուծման համար չի լավ։ Ընդ որում ամենահիմնական խնդիրը դա է, մենք այսօր գիտենք, որ վեճերը իրար հետ վեճ կա, բայց պայմանագիր չկա։ Սա մյուս հարցել է լուծում, որ վերահսկող մարմիններին, ովքեր հասանելիություն թեկուզ սահմանափակ ունենան այդ տվյալներին, իրանք կարող են արդեն նույնիսկ կամերալ ստուգումներով էլ շատ հարցեր լուծել։ Ու իրականում հենց տենց էլ եղել էր իդեան, մենք այնտեղից որ արել ենք, որպեսզի մենք ամեն անգամ չգնանք պետությանը, ասենք 100 տեսուչը քիչ է, 200 տուր, 300 տուր, թվային գործիքով ենք ասում, էսի լուծեք, որտեվ ամենաֆունդամենտալ խնդիրը ցավոք սրտի 21-րդ դարում, երբ որ տեսուչը մտնում էր, հանում էին հետին թվով պայմանագիր եւ այլն։ Այդ մի հատ առանձին թեմա է խոսենք։ Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է ավարտին, բայց մի հատ կարևոր հարց էլ ուզում եմ անդրադառնանք էլի թե կուզեք գնահատեք թե որպես գործատուների միության, թե նախկինում նաեւ երկու միությունների էլի պետություն մասնավոր հատված երկխոսությունը
Հիմա կան գնահատականներ, որտեղ ինչ որ մի օղակով, ասենք, չգիտեմ, պայմանական մի հատ խորհուրդ նորմալ աշխատում է, դնում ենք աշխատում է։ Գիտեք, որ նախկինում գոյություն ուներ նաև ինչքանշում կառուցման որոշման պահանջեր, որ գերատեսչությունների ղեկավարները իրենց կից ունենան հասարակական խորհուրդներ բան։ Հիմա ձեր այս պրակտիկայում էլի ո՞նց եք գնահատում, այսօր ուր ենք հասել, ինչ վիճակում ենք։ Կարող է այս բոլոր այս խնդիրները, որ ասում ենք, լավ չմտածված, նաև դրա արդյունքն է, էլի, որ չենք երկխոսում կամ կիսատ ենք երկխոսում, չգիտեմ։ Շնորհակալություն, շատ կարևոր հարցի մասին եք բարձրաձայնում, որովհետև այսօրվա պետական մարմինների աշխատանքը չի կարող լինել իդեալական, չի կարող լինել արդյունավետ առանց մասնավոր հատվածի հետ գործակցության։ Ինչու՞։ Որովհետև մեր ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, բայց եթե մարդը բուհից հետո պրակտիկ ոչ միտեղ չի աշխատել, ամբողջ կյանքը մնացել է կաբինետում եւ իր պատկերացումները ձևավորվել են ընդամենը իր տեսական գիտելիքների հիման վրա, այս մարդը ուղղակի դատապարտված է գնալ եւ հավաքել խնդիրները պրակտիկայից։ Իսկ պրակտիկայում իրավակիրար պրակտիկայի, այսպես ասած, գրողները դրանք հենց մասնավոր հատվածի կուզեք հաշվապաներ, կուզեք իրավաբաներ, կապ չունի, մարդիկ ովքեր որ զբաղվում են, հենց իրանք էլ այդ բիզնեսի ներկայացուցիչները։ Նայեք, ինքը այդ ձեր ասած հարթակները շատ լավ հնարավորություն են ստեղծում, որպեսզի բարձրաձայնում են այստեղ խնդիրները, հարցերը, այսինքն մարդիկ գան եւ ասեն Ժողովուրդ ջան, այս կարգավորումը որ արել եք, ամեն դեպքում բիզնեսի կյանքի որակը կախված է նաեւ խաղի կանոններից, չէ՞ հիմնականում։ Հիմա ասում եմ, այս խաղի կանոնը, որ դուք մշակում եք, գիտեք, մենք չենք ասում, թե դա դուք միտումնավոր, բայց ոչ միտումնավոր շատ լուրջ թերացումներ ունի։ Եկեք մեզ լսենք։ Հա, հակառակ կողմի մեդալի մյուս կողմը չեք նայել։ Բայց այս պահեդրությամբ ես կարող եմ գնահատել, որ համատարած ընդհանուր գլոբալ շատ վատ վիճակում է այսօր պետություն մասնավոր հատված գործակցությունը հարթակներով։ Կարող եք հարցնել ֆինանսների նախարարությունը երբ է վերջին անգամ բան արել, հասարակական խորհրդին իսկ տարել։ Պետեկամուտների կոմիտեն երբ է անում։ Պետեկամուտների կոմիտեն երբ որ մի հատ բան ա դնում դրաֆտում, նախագիծ է դնում, այս նախագիծը սկսում են արդեն քվեարկելը կամ ժողովուրդը ինչ որ աղմուկ բարձրացնել, սոցիալ միանգամից հրավիրում է բան։ Այն նիստը դրա ժամանակ չեն հրավիրում, նիստը միջև էդ են հրավիրում։ Այսինքն եկեք չասենք, էլի քանակային ինչա ստացվի այնպես, որ մենք եթե ուշադիր ենք սոցիալական ցանցերով հետևում ենք, մի հատ նոր ճակերտավոր գլուխգործոցի հայտ եկավ, հենա, հենց մի հատ նոր արտադրության նախարարությունը մի հատ գլուխգործոց ա դրել։ Վարչական դատաստան ու արտարանում է, որ մենք չենք ասում, թե չեք կարող, ասում եք կարող եք, բայց դատանի որոշում, սա լրիվ մի հատ նոր առանձին քննարկման թեմա, մենք իմիջիալոց մի քանի հարթակներում բարձրացել ենք այս հարցը, որ իսկ ի՞նչ եք ուզում անենք, էլի, այսինքն մենք վիճակագրությունը նայել եք, քանի տոկոսն է պեկի պարտվում, պեկը իր ակտերով։ Մոտավորապես 70%-ից ավել պեկը պարտվում է իր ակտերով։ Դատարաններ ստացվում է 70, հա, վիճակագրությունը կա, ստացվում է 70%-ը այլևս իրենք պետք է բան հայցի ապահովամիջոց չեն, այսինքն իրենք պետք է վճարեն այդ գումարները։ Բա բիզնեսից դուք այդ փողերը որ վերցնում եք, հետո 2 տարի ձգձգված դատական նիստից հետո ասում եք բան։ Կները սխալ ենք։ Հա, էլի, դե կներես, ընդ որում, եթե ես չմուծեի ին վրա տուժեր էր գալու, բայց եթե ես արդեն մուծել եմ հետ եք տալիս, այդ ասում եք կներես։ Ոչ մի տոկոս հետ չեք տալիս։ Այս գիտեք ինչի արդյունքը։ Էլի նույն արտադրության նախարարությունը այս նախագիծը ընդունելուց կանչել է բիզնեսին համագործակցություն քննարկման։ Կարող է 2 նկար տեսնեն կանչել են, 2 մարդ նստած են, ոսկի չենք էլի իմանում ովքեր են։ Մենք խո իրար լավ գիտենք։ Նաև ներկայացվածության հարց կա, էլի։ Այո, ներկայացվածության, այո, ովքեր են ներկայացվածություն, ինչքանով են այս մարդիկ տիրապետում։ Սրանք փորձագետ են, թե տակը ունեն մեծ թիմեր, թե ունեն մեծ համակարգեր, հա։ Ես ինքս այս պահեդրությամբ անկեղծ որ ասեմ, գնահատում եմ ոչ դրական, որովհետև այս վերջում մի հատ բան կար, միջազգային կառույց էր ֆինանսավորել, քննարկում էր։ Վարչապետի որոշման նախագիծ էին պատրաստում, որով պետք է USAID-ին էր, հա, որով պետք է ինչ արվեր, պետք է ուրեմն այդ ընթացակարգը, ձևավորման կարգը եւ այլն, այդտեղ էր մի հատ խնդիր կար։
Ես ներկայացրեցի այդ խնդիրը, ասի Ժորժ ջան, սա կոչվում է նախարարին կից։ Իսկ պետեկամուտների կոմիտեի նախագահն նախարար չի։ Հիմա այս մյուսների հարցը ոնց ենք լուծելու։ Չէ՞ որ այսօր ամենամեծ որակի վրա ազդող հենց փաստաթուղթը հարկային օրենսգիրքն է, որում ինչպես տեսնում ենք ՊԿ այդպես էլ հետքալ չի անում, անընդհատ փոփոխությունների նախաձեռնողը։ Վարչարություն։ Հասկացա։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ 2015-16 թվին էր էլի մեր ասոցիացիան որ տես նոր այդ միջազգային բաների հետ փորձում էր համագործակցել ունդեի փորձնել էլի նայել այդ East Invest ծրագրի շրջանակներում այս արևելյան գործընկերության բաներով հանդիպում էինք էլի ու ես հիշում եմ ավստրիական տենց առևտրի պալատի ներկայացուցիչներ տենց հետո որ խոսում ենք ասում են լավ ձեր մոտ էլ է սենց նույն ժամանակ էինք բողոքում բայց անկեղծ որ լինեմ այն ժամանակ երկխոսությունը շատ ավելի ստացված էր այդ իմ ասած թվերին որովհետև ի վերջո այդ ձեր ասած բանով նաև կար այդ մոտեցումը որ տենց մենք ամեն ինչ գիտենք տեսանկյունից չէր էլի մարդիկ իրականում ուզում էին լսեն իհարկե ինչ որ բաներ ընդունում էին ինչ որ բաներ չէ բայց իրենք էլ հասկանում են որ այս հասարակական սեկտորը ինֆորմացիայի իրական այո աղբյուրն է ու այդ ներկայացուցիչը ասաց օրինակ մեր մոտ մի հատ տենց օրինակ էր բերում ինչ որ տեղական турքերի այսօրվա турքեր կրկերի հետ կապված բան էին ուզում փոխեին ասում որ ուժի մեջ էր մտնելու 2 տարի հետո այսինքն հիմ ասում պալատը մեր գրեց իրանց բանի այդ այնտեղ մի քանի պալատ ունեն էլ դա ասացի ասում գրեց որ կարծում ենք ժամանակավերեպ ասում այդ բանի ֆինանսների փոխնախարարը նախագծի հեղինակը բան ասում գրեցին մեզ խնդրում եմ երբ կընդունեք մեզ որ քննարկենք այսինքն հակառակն է մարդիկ ասում են գանք եղբայր մատ ասա ինչն է բան էլի նախորոք ընդ որում սենց ժամկետներով չէ էլի հունվարին ընդունեն դեկտեմբերին ընդունեն հունվարին ուժի մեջ մտնի հունվարին ընդունեն հուլիսին ուժի մեջ մտնի էլի հիմա էս եթե սա երկրորդ ընթերցում ենթադրենք ապրիլին ընդունվեց ստացվում է եթե հուլիսի 1-ից ուժի մեջ ነው ստացվում է ընդհանուր ճիշտ է օրենքով հարկային օրենսգրքում չի ասում ինքը բաթարոսն բայց նույն բան անալոգն է պարոն Ավագյան նույն անալոգն այսինքն դու շրջակը սարքում ես բեռը այսքան այնտեղ գլոբալ որ վերցնում ես տենց արեցին ընտանեկանն էլ կհիշեք դեկտեմբերին ընդունեցին հունվարից էլ իրանց ծախսը համարել հիմա ինչի՞ց է որ Ավստրիայում պետական չինովնիկը ասում է հարգելիս մի հատ խնդրում եմ ընդունեիք մեզ մենք կանք ձեր մոտ լսենք մենք ասում ենք հարգելի պետական այրեր խնդրում ենք մեզ ընդունեն գանք միգուցե 10 ասածից մեկը խելամիտ լինի չենք ասում սա խելամիտ ենք խոսում կարա նաև մենք էլ վրիպենք չէ մեզ ընդունենք ինչի՞ց է որ դուք ասում եք այո ճիշտ եք ասում ու փակվում է թեման գնում առաջ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք։ Հիշեցնեմ այսօր մեր հյուրը Հայաստանի Գործատների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանն է։ Շնորհակալություն պարոն Համբարձումյան, հուսով եմ ելի ժամանակ գտնեք մի անգամ էլ հանդիպենք։ Շնորհակալություն այսքանը։